նոր պատվիրան եմ տալիս ձեզ։ Այսպես է ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Է պատվիրանները շատ էին հնում, շատ, հազարավոր պատվիրան կար։ Հատկապես Ղևտացված գրքում դրանք օրենքներ էին, կանոններ էին, դրանապես 10 են պատվիրանները, բայց այդ բոլոր 10 պատվիրանները մեկ պատվիրանն է, ամփոփված սիրո պատվիրանի մեջ։ Այդ սիրո պատվիրանը ինչա նոր կոչվում, որտեղ մարդու հոգին նորացնում է։ Իսկ սիրո պատվիրանը որտեղ է, հոգու մեջ է, սրտի մեջ է։ Բայց մարդիկ չեն ուզում իրենց հոգու սրտի մեջ այդ սիրո նոր պատվիրանը փնտրել, իրենց դատարկ մտքերին հետևելով, հետաքրքրությունների շրջանակում գտնվելով, փնտրում են ոչ թե սիրո պատվիրանը, քրիստոնեական սիրո պատվիրանը, այլ ընկնում են, չգիտեմ որտեղ են ման գալիս, մոռանում են, որ իրենք հայ քրիստոնյա են, գնում են ասում են, գիտես, այն մեր հեթանոսական ժամանակը շատ լավն էր, այն մեր հələ ինչքան աստվածներ ունենք, հələ նայ Անահիտ, Աստղիկ, հələ Վահագն, հələ նայ Արամաստ, դες ինչքան աստվածներ ունենք։ Հիմա պատմությունը գալիս է այն եզրահանգման, որ հայերը իրականում հեթանոս չեն եղել։ Մենք Նոյի սերունդն ենք, չէ, Հաբեթով, Թորգոմի սերունդն ենք։ Իսկ Նոյը մեկ ճշմարիտ Աստծուն է պաշտել։ Մի փոքրիկ ժամանակահատված է եղել մեր հեթանոսությունը, հա։ Հայկն էլ է մեկ Աստծուն պաշտել։ Մեր նախահայր Հայկը մեկ Աստծուն է պաշտել, Նոյի սերունդն է եղել։ Հասում աստվածներ չի պաշտվել։ Ինչու ինքը հեռացավ Բելից, որտեվ Բելը հենց կռապաշտության հիմքն է դնում, Բելի դեմ ապստամբեց, Բելը բոլորին հնազանդեցեց, Հայկին չկարողացավ հնազանդեցնել, ապստամբեց, Բելին հաղթեց ու առանձնացավ, որ մեկ Աստծուն պաշտի։ Իհարկե հետագայում մենք հարևան երկրներից օտար հզոր ազդեցությունների տակ ընդունեցինք հեթանոսություն, եւ հեթանոսությունը ինքնուրույն չի, կամ պարսկականա կամ հունականը։ Եվ փառք Աստծո երկար չի տևել մեր հեթանոսական շրջանը։ Եվ մենք շատ արագ առաջին քրիստոնյան դարձանք աշխարհում, առաջին քրիստոնյան։ Հիմա եթե մենք ուզում ենք անկեղծ լինենք եւ գրանք մեր ակունքները, մեր հիմքերը, կտեսնենք, որ մենք նույն մեկ Աստծուն ենք պաշտել, բազմասիվ աստվածներ չենք պաշտել։ Այսինքն մեր ակունքներն էլ մեր ներկան է։ Մենք մեր ակունքներից չենք հեռացել, քրիստոնեական հավատքը մեր վերադարձն է մեր ճշմարիտ Աստված պաշտության, իսկ հեթանոսությունը մերը չի եղել, պարտադրված բան է եղել հեթանոսությունը։ Եվ այն մարդիկ, որ ձեզ կասեն, գիտեք ինչ է, շատ հետաքրքիր է հեթանոսությունը, արիականությունը, մի լսեք իրենց, որտեղ հեթանոսությունը մերը չի, մերը մեկ աստվածյան կրոնն է, որ մենք վերադարձնել ենք Քրիստոս, երբ որ ասում է նոր պատվիրան եմ տալիս, պատվիրանը նորացնում եմ, հին հավատքը նոր եմ դարձնում, մարդիկ միշտ այդ նոր բարի տակ ուրիշ բան են փնտրել, այդ նոր բարի տակ նորություն են փնտրել, չէ, մենք չենք ասում նորություն ենք ձեզ տալու, չէ, նորություններ լուրերով կլսեք, չէ, մենք ասում ենք նոր պատվիրաններ, բայց մարդիկ այդ նոր բարի տակ նորություն են, հետաքրքիր նորություններ, դաժե անգամ իրենց հավատքի մեջ են ուզում նորություններ մտցնել, նորարարություններ մտցնել, գնալ հələ տեսնել հեթանոսությունը ոնց է, հələ մեր հեթանոսությունը ոնց որ այն չի գնանք հələ տեսնենք հնդիկներինը ոնց է, սրանցը ոնց է, նրանցը ոնց է, ու այսպես մոլորվում են ու հեռանում են ճշմարտությունից։ Ուրեմն իրական նորը շատ հինն է, հա? Եվ մենք նոր ասելով հասկանում ենք նորոգվածը եւ ոչ թե նորություն։ Թողնենք այդ նորությունները, գիտենք, անգիր գիտենք, թե ինչքան մարդիկ են մոլորվում այդ նորությունների մեջ, հատկապես հավատքի սրբություններին վերաբերող հարցերում նորություններ չկան։ Քրիստոս մեզ հստակ տվել է ճանապարհը փրկության։ Ուրեմն նոր պատվյանը Տիրոջ
մեր հին ակունքների վերադարձն է։ Ամեն։